Բարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում նաև հասակի բոյի խնդիրը առաջացավ, ու ես այդտեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը ընդհանրապես մեր ինստիտուցիոնալ կամ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիրը բացահայտում է։ Այդ մարդը ծնվել է այդքան, հասկանում եք։ Այդ մարդը այդքան է։ Չի կարա այդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1.57։ Բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Այսինքն ինչ որ այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք քեզ չենք ընդունում, ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք հա ոչինչ նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է։ Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևորը ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։